Ողջույն։ Այսօր խոսելու ենք մի թեմայից, որն այնքան առօրյա է, որ գրեթե երբեք չենք էլ խորանում դրա մասին։ Ամեն անգամ, երբ շարժում եք մկնիկը, սեղմում եք որևէ պատկերակի վրա, դուք ըստ էության հրամաններ եք տալիս։ Բայց երբևէ մտածել եք, թե ինչպես է այդ ֆիզիկական շարժումը վերածվում թվային գործողության։ Որն է այդ քաղաքական թարգմանիչը մարդու եւ մեքենայի միջև։ Դե այդ թարգմանիչը, այդ կամուրջը հենց օպերացիոն համակարգի միջերեսն է։ Ինտերֆեյսը։ Եվ գիտեք, այստեղ ամենահետաքրքիրն ինչն է։ Դրա հիմնական նպատակը ոչ թե ինչ-որ բան ցույց տալն է, այլ հակառակը՝ թաքցնելը։ Թաքցնելը։ Այո, այն ստեղծված է, որպեսզի ձեզնից թաքցնի սարքավորումների աներևակայելի բարդ, այսպես ասած, տգեղ աշխարհը։ Պրոցեսորի միլիոնավոր հաշվարկները, հիշողության հետ աշխատանքը, այն այդ ամենը փոխարինում է ձեզ համար հասկանալի, ինտուիտիվ պատկերներով։ Այսօր մեր խնդիրն է հենց այդ թաքնված աշխարհի մեջ մի փոքր խորանալ։ Հասկանալ, թե ինչպես ենք հասել տեքստային հրամաններից այսօրվա գրաֆիկական միջավայրին, եւ թե ինչ բարդ մեխանիզմներ են աշխատում ամեն անգամ, երբ դուք պարզապես տեղափոխում եք մի պատուհանը մյուսի վրայով։ Դե ինչ, եկեք սկսենք։ Լավ, եկեք սկսենք երկու հիմնական աշխարհների տարբերությունից։ Մինչև պատկերակներն ու պատուհանները կար ընդամենը մեկ ճանապարհ՝ խոսել համակարգչի հետ, իր լեզվով։ Դա հրամանային տողով միջերեսներ կամ CLI-ը, սև էկրան, թարթող կուրսոր, եւ դուք պետք է հստակ իմանայիք, թե ինչ հրաման մուտքագրել։ Շատերը կարծում են, թե դա անցյալի մնացորդ է, ինչ-որ հնացած բան, բայց իրականում դա այդպես չէ։ Այսինքն այն դեռ օգտագործվում է։ Ոչ միայն օգտագործվում է, այլ անփոխարինելի է։ Պատկերացրեք, դուք ունեք մի թղթապանակ 1000 լուսանկարով։ Անուններն էլ ասենք IMG 2023-01.jpg։ Դուք ուզում եք բոլորի անունները փոխել Արցակուրտ Իտալիա 001 JPEG, Արցակուրտ Իտալիա 002 JPEG եւ այլն։ Գրաֆիկական միջերեսով դա կլինի ուղակի մղզավանջ։ Հազարավոր անգամ պետք է սեղմել, վերանվանել։ Ճիշտ այդպես։ Իսկ հրամանային տողում դուք կարող եք գրել մեկ տող կոդ, որը այդ ամենը կանի 2 վայրկյանում։ Ահա թե ինչու մասնագետների, ծրագրավորողների, համակարգային ադմինիստրատորների համար սա մինչև օրս մնում է անփոխարինելի գործիք։ Այն տալիս է ուղիղ, հզոր կառավարում։ Իսկ մյուս կողմում այն է, ինչը համակարգիչները դարձրեց անձնական սեփականություն բոլորի համար։ Օգտատիրոջ գրաֆիկական միջերեսը՝ GUI։ Ես հիշում եմ, երբ առաջին անգամ DOS-ից հետո աշխատեցի Windows 3.1-ով։ Այդ զգացողությունը, որ կարող ես մկնիկով պարզապես բռնել ֆայլի պատկերակը ու քաշել մեկ այլ թղթապանակի մեջ։ Կախարդանք էր թվում։ Այո, ուղղակի կախարդանք։ Այդ պահին հասկացա, որ համակարգչի հետ կարելի է ոչ թե խոսել, այլ շփվել։ Դուք շատ ճիշտ եք նկարագրում, GUI-ի հեղափոխությունը ըստ էության տեխնոլոգիաների ժողովրդավարացումն էր։ Այն վերացրեց գիտելիքի պատնեշը։ Բայց հետաքրքիր է, որ այս գաղափարները չեն ծնվել ոչ Microsoft-ում, ոչ էլ Apple-ում։ Դրանց արմատները շատ ավելի խորն են։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես հետաքրքիր։ Դե պատմեք, որտեղից էս ամենը սկսվեց։ Պետք է վերադառնանք, պատկերացնում եք 1968 թվական։ 1968։ Այո։ Պատկերացրեք մի աշխարհ առանց ինտերնետի, առանց անձնական համակարգիչների։ Եվ այս ֆոնին Դուգլաս Էնգելբարտ անունով մի գիտնական բեմ է բարձրանում ու 90 րոպեի ընթացքում ցուցադրում է մի բան, որը հետագայում ստացավ բոլոր դեմոների մայրը անվանումը։ Ինչեր նա ցույց տալիս։ Նա աշխարհում առաջին անգամ ցուցադրեց համակարգչային մկնիկը, փայտե մի փոքրիկ տուփ 2 անիվով, նա ցույց տվեց հիպերտեքստ, իրական ժամանակում համատեղ փաստաթղթերի խմբագրում, նույնիսկ տեսակոնֆերանս։ 1968 թվականին դա ուղղակի անհավանական է։ Այնքան ֆուտուրիստական էր, որ շատերը պարզապես չհասկացան, թե ինչ են տեսնում։ Լավ, բայց ինչպես այդ տեսլականը հասավ սովորական օգտատերերին։ Էնգելբարտի լաբորատորիայից մինչև մեր սեղանները, կարծում եմ, երկար ճանապարհ կա։ Այդ ճանապարհի հաջորդ կանգառը 1970-ականներին Xerox ընկերության Park հետազոտական կենտրոնն էր։ Xerox-ը հասկայական գումարներ էր ներդնում, եւ հենց այնտեղ Էնգելբարտի գաղափարները վերցվեցին ու կատարելագործվեցին։ Նրանք ստեղծեցին Xerox Alton։ Աշխարհում առաջին համակարգիչը, որն ուներ լիարժեք գրաֆիկական միջերես։ Ճիշտ այդպես, պատուհաններով, պատկերակներով, մենյուներով, ամբողջությամբ։ Բայց մենք այսօր չենք օգտագործում Xerox համակարգիչներ։ Սա տեխնոլոգիական պատմության ամենամեծ «ինչ կլիներ եթե» հարցերից մեկն է։
Ինչու նրանք, ունենալով ապագան իրենց ձեռքում, բաց թողեցին այն։ Պատճառը կորպորատիվ տեսլականի պարզապես բացակայությունն էր։ Xerox-ը պատճանահանող սարքեր արտադրող ընկերություն էր։ Նրանց ղեկավարությունը նայում էր ալտոին եւ չէր հասկանում ինչպես կարելի է դրանով գումար աշխատել։ Նրանց համար դա ուղղակի թանկարժեք խաղալիք էր։ Եվ հետո բեմը դուրս գալիս Սթիվ Ջոբսը։ Այո, 1979 թվականին մի երիտասարդ Սթիվ Ջոբս անունով այցենում է PARC։ Նա տեսնում է գրաֆիկական միջերեսը եւ ի տարբերություն Xerox-ի ղեկավարների, անմիջապես հասկանում է դրա հեղափոխական ներուժը։ Նա, այսպես ասած, գողանում է ոչ թե կոդը, այլ գաղափարը։ Եվ պարզեցնում է այն։ Ճիշտ եք։ Apple-ը վերցնում է այդ բարդ ակադեմիական գաղափարները, պարզեցնում դրանք, դարձնում ավելի գրավիչ եւ ինտուիտիվ եւ արդյունքում թողարկում Macintosh-ը։ Մնացածն արդեն պատմություն է։ Այսպիսով, Apple-ը եւ ավելի ուշ Microsoft-ը հանրայնացրին մի մոդել, որի հիմքում ընկած էր մի հզոր գաղափար։ Այո, եւ այդ գաղափարն ուներ իր անվանումը՝ WIMP։ Սա ոչ միայն հապավում է, այլ մի ամբողջ փիլիսոփայություն։ WIMP Windows պատուհաններ, icons պատկերակներ, մենյուներ եւ pointing device մատնանշող սարք։ Բայց ավելի կարևոր է, որ այս ամենը միասին ստեղծում էին այն, ինչ մենք անվանում ենք աշխատանքային սեղանի մետաֆոր։ Ահա, այսինքն համակարգչի օտար աշխարհը ներկայացվում էր մարդկանց ծանոթ միջավայրի տեսքով։ Իրենց գրասենյակային սեղանի։ Ճիշտ այդպես։ Ֆայլերը դարձան փաստաթղթեր, թղթապանակները պանակներ, իսկ ծրագրերը գործիքներ, որոնք կարելի է վերցնել եւ օգտագործել։ Այս մետաֆորն այնքան հաջողված էր, որ 40 տարի շարունակ այն ձևավորեց մեր պատկերացումները համակարգչի հետ շփման մասին։ Լավ, եկեք բացենք այս կախարդական արկաղը։ Մենք տեսնում ենք աշխատանքային սեղանը, պատկերակները, ներքևում խնդիրների վահանակը, բայց ես ուզում եմ ավելի խորանալ։ Ես շարժում եմ մկնիկը եւ էկրանի վրա սլաքը կրկնում է իմ շարժումը։ Ինչպես է համակարգիչը կարողանում հետևել այդ ամենին, չվերածվելով դանդաղաշարժ սարքի։ Սա հիանալի հարց է, որովհետև դրա պատասխանը բացահայտում է բոլոր ժամանակակից գրաֆիկական միջերեսների հիմնական սկզբունքը։ Համակարգիչը մշտապես չի նայում ձեր մկնիկին։ Այն աշխատում է իրադարձությունների վրա հիմնված ծրագրավորման սկզբունքով։ Դե պատկերացրեք, որ համակարգիչը կարծես քնած է եւ ոչինչ չի անում, մինչեւ որևէ իրադարձություն տեղի չունենա։ Իրադարձություն ասելով նկատի ունեք։ Ձեր մկնիկի շարժումը, ստեղնի սեղմումը, պատուհանի չափի փոփոխությունը, այս ամենը իրադարձություններ են։ Այսինքն համակարգը կարծես սպասում է ազդանշանի։ Ճիշտ տենց, երբ դուք սեղմում եք մկնիկի կինթակը, սարքավորումները ստեղծում են ընդհատում։ Օպերացիոն համակարգը անմիջապես արթնանում է, վերցնում է այդ տեղեկությունը։ Օրինակ, մկնիկի ձար կոճակը սեղմվեց XY կոորդինատներում։ Այո, եւ այն վերածում է թվային հաղորդագրության։ Այնուհետև նայում է, թե այդ կոորդինատներում որ ծրագրի պատուհանն է, եւ այդ հաղորդագրությունը դնում է հենց այդ ծրագրի անձնական փոստարկղի մեջ։ Այդ փոստարկղը կոչվում է հաղորդագրությունների հերթ։ Այո, եւ յուրաքանչյուր ծրագիր իր հերթին անընդհատ ստուգում է իր փոստարկղը։ Երբ տեսնում է նոր հաղորդագրություն, վերցնում է այն եւ կատարում համապատասխան գործողությունը։ Սա մի հսկայական աներևակայելի արագ փոստային ծառայություն է։ Ստացվում է, որ բոլոր ծրագրերը միմյանց հետ ուղղակիորեն չեն շփվում, այլ ամեն ինչ անում են օպերացիոն համակարգի միջոցով։ Նա կարգավարի դերում է։ Բայց ինչպես են ծրագրավորողները կարողանում օգտվել այսպես ասած փոստային ծառայությունից։ API-ը, այսինքն հավելվածների ծրագրավորման միջերեսը։ Պարզ ասած, API-ը կանոնների եւ գործիքների մի հավաքածու է, որը օպերացիոն համակարգը տրամադրում է ծրագրավորողներին։ Դա կարծես մենյու լինի ծրագրավորողի համար։ Հետաքրքիր է։ Օրինակ, ծրագրավորողը ստիպված չի իմանալ, թե կոնկրետ ինչպես հրահանգել ձեր HP տպիչին, որպեսզի այն տպի փաստաթուղթ։ Նա պարզապես օգտագործում է API-ի տպել հրամանը։ Իսկ մնացածը արդեն օպերացիոն համակարգի գործն է։ Ճիշտ այդպես։ Սա է պատճառը, որ նույն Word ծրագիրը կարող է աշխատել հազարավոր տարբեր համակարգիչների եւ տպիչների հետ։ Լավ, իսկ էկրանին պատուհանները, տառերը, կոճակները նկարելը նույնպես API-ի մաս է։ Այո, դա API-ի մի կոնկրետ շատ կարևոր ենթհամակարգն է, որը կոչվում է GDI, Graphics Device Interface։ Դրա դերը նույնն է՝ աբստրակցիա։ Ծրագրավորողը GDI-ին ասում է. նկարիր կապույտ ուղղանկյուն այս կոորդինատներում։
Նրան չի հետաքրքրում, թե դուք ինչ վիդեոքարտ ունեք։ Nvidia-ն թե AMD։ Կապ չունի։ GDI-ն ինքն է պարզում, թե ինչպես այդ հրամանը փոխանցել կոնկրետ ձեր սարքավորմանը։ Այս շերտավորումը թույլ է տալիս, որ ծրագրերն ու սարքավորումները զարգանան միմյանցից անկախ։ Այս ամբողջ համակարգը, հաղորդագրությունների հերթեր, API-ներ, կարգավարներ, ինձ ավելի շատ հիշեցնում է ոչ թե համակարգիչ, այլ մի լավ կազմակերպված սպասարկման ոլորտ։ Դա հրաշալի դիտարկում է։ Իրականում լավագույն համեմատությունը հենց դա է։ Եկեք պատկերացնենք, որ այս ամբողջ գործընթացը մի թանկարժեք ռեստորան է։ Լավ փորձենք։ Այդ դեպքում համակարգչի սարքավորումները, պրոցեսորը, հիշողությունը, դրանք խոհանոցն են։ Այնտեղ են տեղի ունենում բոլոր բարդ, անտեսանելի գործընթացները։ Իսկ դուք, օգտատերը, հաճախորդն եք, որը նստած է սրահում։ Ձեզ բացարձակապես պետք չէ իմանալ, թե ինչպես է աշխատում վարարանը։ Շարունակելով այդ տրամաբանությունը, ձեր սեղանին դրված գեղեցիկ նկարազարդ մենյուն հենց գրաֆիկական միջերեսն է, GUI-ը։ Դուք չեք տեսնում բաղադրատոմսի տասնյակ քայլերը։ Դուք տեսնում եք պարզեցված, գրավիչ տարբերակներ։ Կեսարաղցան, ստեյք։ Եվ այստեղ գալիս է ամենակարևոր կերպարը՝ մատուցողը։ Սա հենց օպերացիոն համակարգն է իր API-ներով։ Նա մոտենում է, ընդունում է ձեր պատվերը, այսինքն ձեր մկնիկի սեղմումից առաջացած հաղորդագրությունը, տանում այն խոհանոց եւ հետևում, որ ամեն ինչ ճիշտ պատրաստվի։ Եվ վերջում նա ձեզ է մատուցում պատրաստի արդյունքը գեղեցիկ ձևավորված ափսեի մեջ, այսինքն ցուցադրում է այն ձեր էկրանին։ Մատուցողը կատարյալ միջնորդը։ Հրաշալի համեմատություն է։ Այն ցույց է տալիս աբստրակցիայի ողջ ուժը։ Միջերեսը վերցնում է աներևակայելի բարդ համակարգը եւ ներկայացնում այն ձեզ այնպիսի տեսքով, որը դուք կարող եք հեշտությամբ հասկանալ։ Այսպիսով, եկեք ամփոփենք։ Մենք հասկացանք, որ ժամանակակից միջերեսը ոչ թե պարզապես գեղեցիկ պաստառ է, այլ մի ամբողջ թարգմանչական եւ կառավարման համակարգ։ Մենք տեսանք դրա պատմական ճանապարհը Engelbart-ի համարձակ տեսլականից մինչև Xerox-ի կորցրած հնարավորությունը եւ Apple-ի հանճարեղ պարզեցումը։ Եվ մենք բացահայտեցինք այն անտեսանելի մեխանիզմները, որոնք աշխատում են կուլիսներում, իրադարձությունների վրա հիմնված համակարգը, հաղորդագրությունների անվերջ հոսքը եւ API-ների կենցական դերը։ Իսկ եթե այս ամենը դիտարկենք ավելի լայն համատեքստում, ապա միջերեսի զարգացումը տեխնոլոգիաների մարդկայնացման պատմությունն է։ Այն սառը հաշվողական մեքենաները դարձրեց ստեղծագործական գործիքներ, որոնք հասանելի են բոլորիս։ Այո, ոչ միայն մի քանի ընտրյալ ինժեներների։ Եվ որպես վերջին մտորում ձեզ համար, մենք անցանք տեքստային հրամաններից դեպի աշխատանքային սեղանի մետաֆորը։ Այսօր այդ մետաֆորն արդեն սկսում է հնանալ։ Մենք շփվում ենք տեխնոլոգիաների հետ ձայնով, ժեստերով, շուտով գուցե նույնիսկ մտքի ուժով։ Ինչպիսին կլինի ապագայի միջերեսը, երբ մեր շուրջը կլինեն խելացի սարքեր, երբ ավտոմեքենան կամ սառնարանը նույնպես կունենան միջերես, արդյոք մեզ ընդհանրապես պետք կգա էկրան, տեխնոլոգիաների հետ շփվելու համար։